մի հարց ունեմ, բայց բառացի ներողություն եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերն եմ ուզում հայ կալուգացի պետությունը կոպորտի թե մնալու, խրխրալու ես, երազելու ես փախչելու մասին։ Կալուգացի Սամուին, Գագուին, Ռոբին, ոտի տակ ընկնողներին ասում են, սպառնում են, կզացնելու են։ Սա Նիկոլ Փաշինյանի խոսքերն ներողություն եմ ուզում եւս մեկ անգամ որ հնչեցնում եմ, ինչ է հակակալում այս հայտարարություններից հետո բանկային։ Պարոն Կարապետյան, ռուսական թե ինսայդեր պարբերական պատասխանեմ տեսես։ Պատասխանեք հետո։ Թող մեր ժողովուրդը հետևություն անի։ Փողոցում վազվզում է խելագար։ Թող հետևություն անեն, ամսի 7-ին հասկանան ում են ձայները տալիս։ Այ դուք տեսակ։ Էլի ինչ պատասխանեմ։ Պարոն Կարապետյան, ռուսական թե ինսայդեր պարբերականը հրապարակում է կատարել այն մասին, որ երբ 1999 թվականին դուք ցանկացել եք Ռուսաստանի Դաշնության անձնագիր ստանալ, այդ ժամանակ ձեր անձնագրային գործում նշում է եղել որպես աշխատանքի վայր FSB-ն, FSB-ի տեղեկատվական կենտրոնը։ Ինչպես եք, նաև գցել են փաստաթուղթ համապատասխան, ինչպես եք մեկնաբանում այս հրապարակումը։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, դրա համար։ Տեսել եք հրապարակում այսինքն։ Դե իհարկե չէ։ Ես կարող եմ, այսինքն, ինչ, լավ, Նիկոլ, դուք կապ չեք ունեցել FSB-ի հետ։ Ինչ։ Չէ, այդպես ես դες լուրջ հարց եմ տալիս եւ քաղաքական հայտ ներկայացրել։ Այդպես հարցեր տալուց կոնե մի ասեք լուրջ հարց եմ տալիս։ Մի վարքյան, հրապարակում է եղել հստակ եւ փաստաթղթով, եթե ցանկանում եք ես դες ցույց կտամ FSB-ի նշումը եւ ես դες մեկնաբանությունը դրել եմ արդեն շանտեր, համապատասխան FSB-ի նշում։ Քնար ջան, թույլ կտաս ավարտել։ FSB-ի նշումը հստակ կա։ Հիմա ես ձեզ ասում եմ մեկնաբանեք հստակ փաստաթղթով անձնագրային գործով նշված է։ Ինձ թվում է դուք ավելի լավ մեկնաբանեք։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար մեկնաբան չունեմ։ FSB-ի հետ կապ չեք ունեցել, հստակ հարց եմ տալիս։ Պարոն Կարապետյան համատարած Եթե մեր երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյան ունի, ուրիշ մարդ FSB-ի հետ։ Ձեզ համարակավորող տեղեկությունը հրապարակվեք, ինչ եք անելու, եթե օրինակ այս տեղեկությունը սխալ է, ինչ քայլեր եք ձեռնարկելու հետքելու։ Մի դրեք, դրանց էլ ինչ ավել բան։ Այսինքն հիմա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության չեմ կարող, եթե հրապարակում կա չեմ կարող շանտեղ չդնել։ Եվ քաղաքացիները համատարած բոլորին տանում են ներկայացրած անձ եք։ Հետևաբար չեք կարող շանտեղ չդնել այն հրապարակումը, որում ձեզ մեղադրում են FSB-ի աշխատակիցները։ Պարոն Խանդարյան, բարև ձեզ պարոն FSB-ի աշխատակից, արդեն FSB-ի եֆրեյտեր Փաշինյանն է մենակ։ Համատարած կանոնավորների հետ Ես ասում եմ, ես գաղտնիք եմ ասում։ Դուք էլ իրան գնացեք հարցրեք։ Շուտով ստանալու է սերժանտ։ Ինքը բարձանում է պաշտոնը։ Համատարած ձերբակալությունների մասին վաղ առավոտվանից ներկայացրեք։ Դուք ապացուցներ։ Ես ներկայացրեցի անձնագրային Ես ձեզ ասեցի։ Ես էլ եմ համատարած ձերբակալությունների կապված դրան է շանտեղ մի դրեք։ Պարոն Կարապետյան, բայց հնարավոր է, որ այս իրավիճակը այնքան հասնի այն անգրվանին, որով տեսան ձեր քաղաքական թեմին թույլ չտան 97-ի ընտրություններին մասնակցել։ Ընտրակերտիկներով, ընտրակաշառքով համատարած ստանում են։ Շատ լավ կարծիք ունեք մեր ժողովրդի մասին։ Մեր ժողովուրդը իր խոսքը կասի, դուք էլ տեսնեք, համատարած ինչ ուզում անեն։ Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն։ Մնացել է մեկ բան, փողոցներում վազվզեն, գորգռան, ղժղժան, մյուսը ձերբակալ են մարդկանց, անտեղի տեղը, ինչ ասեմ ես։ Ուրիշ ինչ ասի, գործ տվող մարդը, ուրիշ ինչ պետք անի, գործեր են տալիս, գործեր են կարում մարդկանց վրա, տալիս ձերբակալում, ինչ ասի։ Մասախիստներ են սրում։ կան, պարոն Կարապետյան, հստակ զանազանները հակապորների մասին խոսել ենք, ապացույցներով ձայնագրությունները ներկայացում են։ Ձայնագրություններ կան, բայց ոչ ապացույցներով։ Ոչինչ չի ապացուցել։ Հենց ապացուցեցին, իրենք շատ ուրախությամբ դատեն մարդկանց, հələ ոչ մի բան չեն արել, ոչ մի մարդ կալանավորված են անտեղի տեղը։
Վերջում դուք տեսնեք ինչ եղավ իրեն ձայնագրությունների հետ։ Այսօր հայտնությունում օրինակ ասում եք, որ լավ են կանում, մոտավորապես լավ են կանում, թող են բաժանում, դա ինչպես մեկնաբան։ Դուք պատկերացնում եք մարդ, որ ամեն օր տեսնելով, որ նույն հոտվածով մարդկանց ձերբակալում են տասնյակ մարդկանց, ինքն էլ լավ ասավ, լավ են կանում, թող են բաժանում։ Ինչի է դա նման։ Եթե լավ են անում, թող գնան նստեն, ինչ ասեմ։ Մենք լավ անելով թույլ տվություն ոչ մեկի չենք տնում, մենք ոչ մեկի դաշարդ չենք բաժանում, դաշարդ երկրում բաժանում են միայն իշխանությունը, այն էլ ոչ իրենց գրպանից, այլ պետական բյուջեից, ինչը ավելի մեծ հանցագործություն։ Ձեր նկատմամբ տարբերական հայց է ներկայացրել Ներկայացնելա շատ մեծ ուրախությամբ դատվենք, դուք էլ կնայեք։ Խոս մտի։